շոու բիզնեսին ինչա պետք սկանդալներ։ Եվ վերջին շրջանում դու հայտնվում ես այդ սկանդալների կենտրոնում։ Վստահ եմ այս հարցազրույցից նույնպես ինչ-որ սև-սպիտակ կադրեր կհայտնվեն Instagram-ում եւ Facebook-ում։ Չէի սպասում հաղորդումը ինչ փոխեց քո կյանքում։ Սկանդալների արդյունքում անունը սկսեց շատ ավելի շոշափվել։ Մարդկանց մի մաս կա, որ չէին դիտում հաղորդումը հենց հաղորդավարի պատճառով։ Մարդկանց մի խումբ էլ կա, որ ասում են դες Սուրենը լավն էր, մենք արդեն Վահանի պատճառով չենք դիտում հաղորդումը։ Մի խորհուրդ կարող եմ տալ մարդկանց՝ մի նայեք հաղորդումը հաղորդավարի համար, նայեք հյուրերի համար։ Դու պատրաստ ես օրենքով արդեն այդ հարցը լուծել։ Բարեկամ, ես դեռ փնտրում եմ քեզ։ Տղայի եսակենտրոնությունը չափազանց էր։ Ռուզաննան մեղք է, կենցաղում ինչ պրոբլեմատիկ է Վահանը։ Միանշանակ ասում եմ, իմացող մարդիկ են գրում, հաստատ իմացող մարդիկ են գրում, այո, ես եսակենտրոն, էգոիստ, ոչ ոքի չնկատող անձնավորություն եմ։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեր տաղավարում է դերասան, արդեն նաև հաղորդավար Վահան Միրաքյանը։ Ողջույն Վահան։ Ողջույն Սուսաննա։ Ինչպե՞ս ես։ Հրաշալի, դուք ինչպե՞ս եք։ Հիանալի։ Ինչպես է տրամադրությունը, եղանակներ արդեն բացվել են, տակ եղանակ է։ Քո տրամադրության վրա ինչպես է ազդում։ Միանշանակ շատ ուղիղ կապ ունի իմ տրամադրության հետ եղանակը եւ արդեն ապրելս գալիս է վերջապես, որովհետեւ զգում եմ, որ անիմաստ չի անցնում կյանքը, զարթոնքը սկսվել է։ Իհարկե, օրինակ քեզ համար ինչպես է, երբ որ մռայլ եղանակա լինում, աշխատունակությունը տնկնում է։ Միանշանակ, իհարկե, միայն քնելու ցանկություն, ուրիշ ոչ մի ցանկություն չկա, աշխատանք, փորձ ոչինչ, միայն քնել։ Հիանալի է, ինձ մոտելա տենց ես մենակ չեմ։ Վահան, վերջին շրջանում դե շոու բիզնեսին ինչա պետք սկանդալներ։ Եվ վերջին շրջանում դու հայտնվում ես այդ սկանդալների կենտրոնում։ Այո։ Հետաքրքիր է քեզ դուր գալիս է լինել ամեն օր մամուլում, սկանդալների կենտրոնում։ Անկեղծ ասած ոչ, որովհետև սկանդալ մեր երկրում ապահովելու համար առանձնապես մեծ ջանք ու եռանդ պետք չի կիրառել, ընդհանրապես մի սխալ նայվածք եւ արդեն սկանդալը պատրաստ է, որովհետև ընկալման խնդիրը մի փոքր այլ է։ Լրատվականները հնարավորություն ունեն ցանկացած հարցազրույցից, վստահ եմ այս հարցազրույցից նույնպես ինչ-որ սև-սպիտակ կադրեր կհայտնվեն Instagram-ում եւ Facebook-ում։ Հարցազրույցից ցանկացած հատված կարող են վերցնել, մոնտաժել այնպես, ինչպես կցանկանան իրենք մոնտաժել կամ մի ամբողջական խոսքից կտրել մի որևէ հատված, դա դնել վերնագիր եւ վերջ, սկանդալը պատրաստ է։ Իսկ դու պատրաստ ես օրենքով արդեն այդ հարցը լուծել, եթե զգաս ինչ որտեղ անթույլատրելի կետ անցել են։ Միանշանակ, անպայման, բնականաբար եւ շատ լավ կլինի, որ արդեն այդ քաղաքականությունն ու ինստիտուտը մտնի մեր բոլորի կյանք, որովհետեւ մարդիկ կարծես թե արդեն գնում են դեպի ամբարտավանության, ինչը ողջունելի չէ։ Բայց կարծում եմ վերջին տարիներին շատ անթույլատրելի կետեր արդեն անցել են։ Այո, անցել են եւ բարեբախտաբար գտնվեցին մարդիկ, ովքեր դրան զարկ տվեցին եւ սկսեցին ինչ-որ իրավական գործընթաց կիրառել, շատ ողջունելի է, հրաշալի է, կեցեք, շարունակեք հենց այդպես, որովհետեւ ուղղակի չի կարելի խոսել եւ անցնել առաջ։ Ցանկացած մարդ, ով ինչ-որ բան ասում է, պետք է կարողանա դրան նաեւ տեր կանգնել, այսպես ասած։ Ահա, բայց մեր հայտիները քչերն են, որ մինչև վերջ գնում են։ Որովհետև ինչ-որ կետից սկսած, երբ սկսում է դատական գործընթաց, մարդիկ հոգնում են ուղղակի ամիսներով, ինչու՞ չէ նաև տարիներով այդ ամենին հետևել, հետևողական լինել, գնալ, գալ եւ այլն, զբաղվածությունն է ինչ որտեղ սկսում խանգարել մարդկանց եւ դա ուղղակի մոռացության է մատնվում, բայց հուսամ ես այդպիսի թեմաների մեջ չեմ լինի։ Այս զբաղվածության մասին խոսեցիր, խոսքումդ նշեցիր, արի այս պահի քո զբաղվածության մասին խոսենք։ Սիրով։ Աշխատում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան, աշխատում եմ հանրային հեռուստաընկերությունում որպես կրկնօրինակող դերասան, աշխատում եմ Mix Media ընկերությունում որպես գովազդ կարծացող դերասան եւ վարում եմ Չէին սպասում հաղորդումը։ Չէին սպասում հաղորդումը վերջերս է քո կյանք մտել։ Ինչ փոխեց քո կյանքում։ Փոխեց ամեն ինչ։ Նախ առաջին հերթին շատ մեծ եւ լայն ճանաչում ունեցա։ Իհարկե չեմ դժգոհել երբեք ճանաչում ունենալուց, բայց հատկապես այդ հաղորդման շրջանակներում եւ քո ասած սկանդալների արդյունքում անունը սկսեց շատ ավելի շոշափվել։
բայց նաև մի շատ կարևոր բան փոխեց իմ կյանքում, ես ձեռք բերեցի նոր հարաբերություններ, մտերմիկ եւ արդեն չեմ վախենա այդ բառը ասելուց, նշում եմ արդեն, ընկերական հարաբերություններ Դավիթ Վարդանյանի հետ։ Ես քիչ առաջ դա եի ուզում ասել, նախորդ հարցազրույցներից այդ մեկի ընթացքում ասում էիր, որ կոլեգաներ ենք, չեմ կարող ասել ընկերս է, բայց արդեն վստահ կարող ես ասել, որ ունես լավ ընկեր։ Ունեմ լավ ընկերական հարաբերություններ, ամեն դեպքում այս ընթացքում Դավիթի հետ հասցրեցինք նաև երկրից դուրս գտնվել, գտնվում էինք Օմանում նկարահանումների նպատակով եւ ամեն դեպքում մարդու հետ ճանապարհ անցնելը շատ բան է փոխում եւ ես ուրախ եմ, որ այդ ճանապարհը կիսել եմ Դավիթի հետ։ Հիանալի է։ Քեզ հաղորդավարի դերում ինչպես ես զգում։ Սա իմ առաջին փորձն է որպես հեռուստա հաղորդավար, ներկայանալ մարդկանց եւ ներկայացնել քո գործընկերներին, ներկայացնել նաեւ անծանոթ մարդկանց, ում չես ճանաչում, ինձ համար սուտ կլինի, եթե ասեմ բացարձակ խորթ էր, բայց սկզբի շրջանում նշել էի հարցազրույցներից մեկում, որ դժվար էր ինձ համար, ամեն դեպքում միևնույնն է քեզ թվում է, որ դու ամեն ինչ գիտես, նույնիսկ հաղորդման մասնակիցը լինելով քեզ թվում է, որ ամեն բան պարզ է, բայց շատ փոքրիկ եւ կարեւոր դետալներ կան, որոնց պետք է ժամանակի ընթացքում տիրապետել։ Մեքենա վարելու պես բան է, կարող ես թեորիան իմանալ հրաշալի, բայց ամեն դեպքում պրակտիկան պարտադիր է։ Որոշակի ժամանակ անց ինձ զգում եմ շատ լավ, շատ հարմար։ Ձուկը ջրում արդեն։ Չէ, ձուկը ծովափին։ Հիանալի է։ Վահան, տեսը, ինձ համար կա մի դրվածք, որ ես իմ տաղավարում պետք է անեմ ամեն բան, որ հյուրս երբևիցե իրեն վատ չզգա, իրեն մաքսիմալ կոմֆորտ լինի։ Դու ինչպես ես մտածում, հյուրերիդ հանդեպ ինչ պատասխանատվություն ունես։ Առաջին հերթին միանշանակ հյուրս պետք է չհայտնվի անցանկալի իրավիճակում։ Երկրորդ հերթին ես պետք է սիրեմ այն մարդուն, ում մենք ենք այցելել, իհարկե ես դեռ չեմ կարողացել հասկանալ, մենք ենք այդ հաղորդման հյուրերը, թե իրենք են հյուրը, միևնույնն է չեմ կարողանում դա դեռ հասկանալ, բայց ամեն դեպքում ցանկանում եմ սիրել այդ մարդուն եւ ցուցադրել նրա բացառապես դրական կողմերը, իհարկե նկարահանում է եւ հնարավոր է բազմաթիվ կիքսեր լինեն, բայց դա հումորով եմ փորձում շրջանցել։ Վերջերս շատ մեծ քննադատության արժանացա Հասմիկ Կարապետյանի հետ հաղորդման համար, բայց հարգելիներս Հասմիկ Կարապետյանը իմ 5-ամյա գործընկերն է եւ ինչու՞ չէ նաեւ ընկերն է արդեն եւ դա ընդհանրապես հումոր էր, կարծում եմ, եթե չեք հասցրել դեռ բացահայտել, եւս մեկ անգամ կարող եք նայել հաղորդումը եւ տեսնել, որ նույնիսկ վերջում Հասմիկի ռեակցիան հումորային էր։ Ահա։ Վստահ եմ դու կոմենտներին բախվում ես եւ ինքդ կարդում ես կոմենտներին, արդեն նշել ես հարցազրույցներից այդ մեկի ընթացքում, մարդկանց մի մաս կա, որ չէին դիտում հաղորդումը հենց հաղորդավարի պատճառով։ Հիմա այդ նույն մարդիկ ասում են, որ սկսել ենք դիտել հաղորդումը, որովհետեւ հաղորդավարը փոխվեց, նոր շունչ տվեց հաղորդմանը, բայց մարդկանց մի խումբ էլ կա, որ ասում են, դե Սուրենը լավն էր, մենք արդեն Վահանի պատճառով չենք դիտում հաղորդումը։ Այդ կոմենտներին ինչպես ես նայում եւ մարդկանց կարծիքին։ Ինչ կարող եմ ասել, դա մարդկանց որոշումն է, բայց մի խորհուրդ կարող եմ տալ մարդկանց։ Մի նայեք հաղորդումը հաղորդավարի համար, նայեք հյուրերի համար հաղորդումը։ Ահա, հիանալի էր։ Բայց ինչ ես կարծում, դիտումները արդեն տեսնում եք էլի դուք։ Իհարկե։ Բարձրացել է, իջել է։ Քո հայտնվելուց հետո։ Դիտումների մասին ոչինչ չեմ ասի, բայց կարող եմ ասել, որ վերջին 5 ամսում YouTube-յան հարթակում կա 4000-ից ավելի ավելացումներ մեր YouTube-յան պաշտոնական էջում։ Նաև պետք է փաստենք, որ շատ հյուրեր են ավելացել, այն հյուրերի մասին է խոսքը, որոնք նախկինում իրենց սոցցանցերում ասում էին, որ մենք չենք թողի, որ այս հաղորդումը գա մեր տուն։ Հիմա այդ նույն մարդիկ արդեն հյուրընկալում են ձեզ։ Դա էլ պետք է փաստենք։ Դա քեզ համար ուզում եմ հասկանալ լավ դրական արդյունք է, որ դու կարողացել ես քո կերպարով այնպեսին լինել, որ մարդիկ արդեն քեզ հյուրընկալել։ Ես ճիշտ ասած չգիտեմ, թե ինչու ժամանակին մարդիկ չեն համաձայնել մասնակցել այդ հաղորդմանը։ Ես կարող եմ ասել։ Խնդրեմ, նշիր։ Երբ ինձ հյուր էին եկել, ես հաղորդման շրջանակներում արդեն Սուրենին էլ այդ հարցը ուղեցի, թե ֆլեշմոբեր է լինում ընթացքում, երբ որ ինչ որ իրենց գոլեգայի հանդեպ զգում էին, որ շատ հարցեր է հնչում, վատ դրության մեջ են հյուրին դնում, եւ ֆլեշմոբեր սկսում Instagram-յան, Facebook-յան հարթակում բլոգերները բոյկոտ էին անում, որ մի հյուր ընկալեք։
Հիմա իմ հաղորդման շրջանակներում օրինակ նման բան չի եղել, ես չեմ կարող ասել, որ ես վատ դրության մեջ եմ հայտնվել, ես շատ լավ հաղորդում եմ ունեցել, ինչի համար շնորհակալություն եւ Սուրենին եւ Դավիթին։ Ամեն դեպքում մարդիկ կային, որ հենց այդ հաղորդումներից հետո ասում էին մենք չենք հյուրընկալի եւ մարդկանց հորդորում էին չնայել հաղորդումը։ Հիմա բայց այդ նույն մարդիկ, որոնք բոյկոտել են, հիմա արդեն իրենց յուր գնացել եք։ Ես տեսել եմ։ Անուններ չնշեմ։ Ինչ կարող եմ ասել այս հարցի վերաբերյալ։ Շնորհակալություն հարգելիներս, որ ընդունել եք մեզ, թե ինչն է պատճառը, միևնույնն է, չեմ կարող ասել ինչու, բայց ես նույնպես եղել եմ հաղորդման մասնակից, 2 անգամ ի դեպ եւ մեկ անգամ անցել է հաղորդումը շատ լավ, շատ հարթ, մյուս անգամը հաղորդումը անցել է մի փոքր լարված մթնոլորտում, դերևս այսքանը բոլորի որոշումը հարգում եմ, եթե որոշել են չմասնակցել, դա իրենց որոշումն է, եթե որոշել են մասնակցել հաղորդմանը, միայն կարող եմ ասել շնորհակալություն, հաճելի է ինչ խոսք։ Վահան, մեկնաբանություններին երբ հետևում ես, վստահ եմ վատ մեկնաբանություններին բախվում ես եւ հետաքրքիր է ինչպես ես արձագանքում, կամ չես արձագանքում, կամ քո մեջ ինչ նստվածք է թողնում այդ մեկնաբանությունը։ Հետաքրքիր մի բան պետք է նկատեմ կապված մեկնաբանությունների հետ։ Վատ մեկնաբանություններ հիմնականում գրվում է YouTube-ում։ Եվ ինչու YouTube-ում, որովհետև հնարավոր չէ գտնել, կծիկը բացել եւ հասկանալ, թե ով է քեզ մեկնաբանություն գրողը։ Ցանկացած անուն հնարավոր է գրել, չգիտեմ, ենթադրենք կարող են գրել Սև Պատ մանուշակագույն առաջ եկած ինչ-որ բաներով 625 եւ գրել այն, ինչ ուզում են։ Ինչ ասեմ այն մարդկանց, ովքեր նույնիսկ չեն ուզում իրենց անվամբ ներկայանալ եւ միգուցե ինչ-որ մի օր տեսնես այդ մարդուն եւ ասես. «Եղբայր կամ քույր կամ տիկին կամ պարոն, ինչու եք ինձ վիրավորում կամ միթե դա այն հարցն էր, որ պետք էր քննարկել»։ Տհաճ է իհարկե, բայց արդեն կամաց-կամաց սկսում ենք իմունիտետ ձեռք բերել, որովհետև մարդիկ խոսում են այն, ինչի համար պատասխանատվության չեն ենթարկվում։ Այդ է ամենացավոտը, որովհետև արտահայտվում են այնպես, ինչպես կցանկանային արտահայտվել ննջասենյակից դեպի խոհանոց գնալու ճանապարհին։ Եղել է, երբ ինչ-որ կոմենտ ես կարդացել, բայց իհարկե քեզ վրա շատ ազդել է ու փորձել ես հետքերով գնալ։ Այո, եղել է այդպիսի կոմենտ։ Կարող ես պատմել, թե ոչ։ Եթե չեմ սխալվում, Մարիաննա Քաբաբյանի հաղորդման մեկնաբանությունների դաշտում եմ հանդիպել այդ կոմենտը եւ անձնական վիրավորանք էր գրված այնտեղ, ինչպես նաեւ վիրավորանքները շաղախված էին բոլորի հասցեին։ Փորձում էի հասկանալ, թե ով է էջը, որովհետև շատ հայրենասիրական նկարով օգտատեր էր, նույնիսկ կարող է հիշեմ նկարը, Անդրանիկ Զորավարի նկարով։ Բարեկամ, ես դեռ փնտրում եմ քեզ։ Փորձում էի հասկանալ ով է այդ անձնավորությունը եւ ինչով է պայմանավորված իր այդ չափ ատելությունը իմ անձի նկատմամբ, որովհետև խոսում էինք Մարիաննայի ամուսնալուծված լինելու մասին եւ Մարիաննան չէր թաքցնում այդ փաստը, այսինքն այնպես չի, որ նա թաքցնում էր, ես փորձում էի դա ջրի երես անել։ Միևնույնն է չհասկացա նրա այդ չափ ատելությունը իմ անձի նկատմամբ։ Վահան, մենք այսօր կոմենտների ենք անդրադառնալու, իրականում շատ լավն են։ Իրոք։ Հիմնականում շատ լավ կոմենտներ են։ Հիմնական բանալի բառը հիմնականում, որովհետև ես հետևում եմ մեկնաբանություններին դեռևս։ Ինչու եմ ասում դեռևս, որովհետև կարծում ինչ որ մի շրջան կգա, երբ այլևս ինձ կսկսի այդ ամենը չհետաքրքրել, որովհետև պարզ է ինչ է գրված։ 5 ամիս անդադար կարդալ նույն բանը վստահեցնում եմ այլևս հետաքրքիր չէ։ Այսինքն դու արդեն գիտես ինչ են գրելու, ինչ չեն գրելու, ծանոթ ես արդեն մեկնաբանություններին։ Այո, բայց մի շատ հետաքրքիր բանի մասին եմ ուզում խոսել։ Չէին սպասում եւ քաղցած սպասում են հաղորդումները ունեն 45 րոպե տևողություն։ YouTube-ում հրապարակվելուց հետո մաքսիմում 3 րոպե հետո։ Ես երբ որ արդեն տեսնում եմ մեկնաբանություններ կան գրված, ուզում եմ հասկանալ այդ մարդիկ որ իրականության մեջ են ապրում, կա արդյոք զուգահեռ իրականություն, երբ որ մտնում են ու գրում են, բայց չկարողացա ամբողջ հաղորդումը նայել, ներվերից վրա ազդում է, այսինքն ինչ որ բան է։ Շատ անդուր հաղորդավար։ Խնդրում եմ նայեք հաղորդումը գոնե ելնելով մի քանի փաստերից, նոր գրեք մեկնաբանություն կամ սպասեք 40 րոպե, գրեք, բայց մի տվեք post։ Սպասեք 40 րոպե, թող լրանա, նոր արեք այդ post-ը։ Ես շատ հանդիպում եմ, որ գրում են հաղորդավարը շատ ինքնահավան տղա է։ Ես չգիտեմ ինչից է դա գալիս, բայց մի բան կրկին ցանկանում եմ նշել։ Ես չեմ ցանկանում եւ չեմ կարող եթերում խոսել այնպիսի
բառապաշարով, ինչպիսին սովոր են լսել մարդկանց։ Ես դա չեմ ուզում, որովհետև եթերը ամեն դեպքում պետք է տարբերվի բակից, պետք է տարբերվի կենցաղային զրույցից եւ եթերային խոսակցությունները չեն կարող մարդկանց համար լինել այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում լսել։ Մատչելի սնունդ չեմ կարող տալ։ Ես պետք է խոսեմ հայերեն եւ փառք Աստծո ունեմ այդ շնորհը եւ կարող եմ հպարտորեն ասել, որ այո, ես տիրապետում եմ հայերեն լեզվին այնպես, ինչպես պետք է տիրապետի հաղորդավարը։ Հիանալի։ Վահան, կարողանում ես խնայողություններ կատարել։ Այո։ Հա, դու խնայող մարդ ես։ Այո։ Հիանալի է, ես քեզ նախանձում եմ։ Իրոք։ Ես բանալին կարող եմ տալ դրա։ Խնդրում եմ, հաղորդումից հետո տուր, թող բոլորը չիմանան։ Շատ լավ։ Ուրեմն այսպես, մեր գործընկերներից մեկը, Էկովիլ ընկերությունը, որն արդեն 10 տարի է ոլորտում են, օգնում է մարդկանց խնայել արևային էներգիա, որը, ինչպես գիտենք, նաև ֆինանսապես է ձեռնտու։ Այո։ Այո։ Նաև մաքուր օդը ինչքան կարևոր է մեզ համար, հատկապես այս շրջանում, որ օդի աղտոտվածությունը մեր քաղաքի սարսափելի վատ է։ Էկովիլ ընկերությունը առաջարկում է կայաններ տեղադրել եւ խնայել գումարներ արևի ուժի օգնությամբ։ Նրանք ոլորտում առաջատարներից են, նաեւ կան Շվեյցարիայում, Վրաստանում, կարող եք հանգիստ դիմել։ Մի խոսքով, Էկովիլ, զգա արևի ուժը։ Մի օր արևը մեզ էլ կկապնի։ Բաց չկպներ։ Կպավ, տակը կպավ, Հեսա կկպնի։ Ձեռք բերեք արևային համակարգ Էկովիլից եւ մասնակցեք էլեկտրական ավտոմեքենայի խաղարկությանը։ հենց ասեմ 3-4 բարձր կխնդակ։ Էկովիլ, զգա արևի ուժը։ Վահան, սիրում ես ընկերների հետ ժամանակ անցկացնել դրսում։ Պաշտում եմ։ Հիմա եղանակները բացվել են, արդեն սկսում են բացօթյա, չէ, սրճարանները գործել։ Առաջարկում եմ այցելեք մեր գործընկերոջ մոտ, Մարտոցի պողոտայում է գտնվում The Garden ռեստորան։ Այնտեղ, եթե գարեջուր սիրում ես, Սիրում եմ իրար։ Ահա, կարող ես պաուլաներ գարեջուր վայելել եւ իհարկե ծովամթերքի ուղեկցությամբ շատ համեղ խոտիկներ փորձել։ Խոստանում եմ կայցելեմ եւ կկիսվեմ իմ տպավորություններով։ Հիանալի, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Դե քանի որ արդեն գարուն է, շատերը սկսում են վերանորոգում եւ տան պրոբլեմատիկ հատվածները իհարկե խոհանոցը եւ սանհանգույցն են, որ շատ թարմացնելու կարիք են լինում։ Մարդիկ, որ լսում են սանտեխնիկայի բրենդների մասին, մտածում են այնքան թանկ են, որ չեն կարող օգտվել, բայց ես ուզում եմ մեր հետևորդներին եւ ինչու՞ քեզ ասել, որ գերմանական գրոհե ապրանքանից ինչքան էլ պրեմիում դասի է համարվում, կարող են սովորական մարդիկ էլ գնել, օրինակ այս պահին Eurosmart ծորակը 39000 դրամ է ընդամենը, կարող եք այցելել կամ չայցելել Դավիթ Անհախտին, այժմ գործարկվել է նաեւ Shop Grohe.am կայքը եւ կարող են վայրկյանների ընթացքում պատվեր գրանցել 24 ժամվա ընթացքում էլ ստանալ իրենց տանը։ Հրաշալի նորություն, ես հուսամ ինչ որ պահի երբ կբախվեմ վերանորոգման աշխատանքներին, անպայման կդիմեմ ձեր գործընկերոջը։ Նաև ասեմ, որ երաշխիք է ստանում 5 տարի, 10 տարի, 15 տարի։ Համոզեցի գնում եմ վերանորոգում կատարել։ Դե ուրեմն քեզ այնտեղ կսպասեն, ես հիմա կզանգեմ կտեղեկացնեմ։ Հայաստանում միակ ու առաջին գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop Grohe.am։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։ Ես առաջարկում եմ անցնենք կոմենտներին։ Սիրով։ Կոմենտներին կպատասխանենք, ընթացքում նաև ես առանձնացրել եմ կոմենտներ, որոնք հիշում եմ, թե ինչեր են գրել, կբարձրաձայնեմ։ Սիրով։ Ուրեմն տես Վահան ինչ են գրել, ասում են Վահանը իր շողքից հուշտ է լինում։ Իմացող մարդ է էլի գրողը, ինչ ասեմ, ախր լավ, թող այդպես լինի։ Էլ չեմ լինի։ Էլ չեմ լինի, էլ չեմ անի։ Վահանը հումորից զուրկ էր եւ ինքը ունի ինքնահաստատման խնդիր, լարված էր։ Այո, ճիշտ է, ես հումորից շատ զուրկ եմ,
ունեմ շատ ցածր ինքնագնահատական եւ չեմ կարողանում ինձ դրսեւորել տեսախցիկի առաջ երբեք։ Ուղղակի պատական ստացվել է հիմա։ Ամենը ուղղակի եկել էին այդ օրը մեր տուն, ստիպված հյուրընկալեցինք իրանց։ Լավ էր։ Շատ լավ էր, անցակ առաջ։ Տես գրում են աղջիկ է գրողը։ Երիտասարդի դեմ ոչինչ չունեմ, բայց երբ միացրեցի քաղցած չէին սպասումը ու լսեցի, որ Սուրենը այլևս հաղորդավրը չէ, անջատել ու էլ չեմ նայել։ Անհետաքրքիր է, էլ չեմ նայելու։ Ես էլ չեմ նայելու։ Խոստանում եմ, ես էլ չեմ նայի։ Կոմենտները։ Իհարկե, իսկ դու ինչ մտածեցիր։ Իսկ դու ինչ մտածեցիր։ Ես մտածեցի հաղորդումը։ Չէ, ես հաղորդումը ամեն անգամ նայում եմ։ Իդեպ մինչև եթեր գնալն էլ եմ նայում։ Շատ հետաքրքիր հաղորդում է։ Նայեք, բայց նայեք հյուրերի համար, ոչ թե մեզ համար, որևէ հաղորդավարի համար մի նայեք։ Միգուցե 1 ամիս անց կարող է այնտեղ լինել լրիվ այլ մարդ։ Դա չի նշանակում, որ դա վատ հաղորդում է, դա տարիներ անցած, ճանապարհ անցած հաղորդում է, նայեք այն մարդկանց համար, ում հյուրընկալում է այդ հաղորդումը, չեմ ասում մենք, ում հյուրընկալում է այդ հաղորդումը։ Վահան արդեն 5 ամիս է եթերում եք։ Այո։ Հետաքրքիր է արդեն առանձնացված հաղորդում կա, որ ֆավորիտ է։ Ինձ համար։ Հիմա իհարկե չեմ ուզում նեղացնել որևէ մեկին, բայց շատ հետաքրքիր էր ինձ համար Օմանի հաղորդումները, որտեղ մենք բացահայտում ենք Օմանի հայերին, գիտեիր, որ Օմանում կան հայեր։ Ես նույնպես չգիտեի, հասանք այնտեղ նոր բացվեց։ Շատ հետաքրքիր էր Օմանի հաղորդումները, շատ հետաքրքիր էր իդեպ շնորհակալություն Անրի Վատուրին, հուսամ չեք մոնտաժի այս հատվածը, շնորհակալություն։ Եվ շատ հետաքրքիր էր Հասմիկ Կարապետյանի հետի հաղորդումը, որովհետև տպավորություն էր, որ ուղղակի գնացել եմ Հասմիկենց տուն։ Բայց համել ունենք տեսախցիկ։ Շատ հետաքրքիր է ստացվել, հումորով լեցուն, իհարկե սրախոխող արեցին ինձ այդ հաղորդման համար, գամեցին անարգանքիսյունին, այպանեցին բոլորը, ասացին, որ ես Հասմիկի վրա փորձում եմ ինքնակատարելագործվել, ինքնակայանալ, չգիտեմ, այդքան ինքնաներ չեմ կարող շարունակել, բայց նորից եմ ասում, Հասմիկը իմ ընկերն է եւ Արի Հասմիկին ողջուներ ուղարկենք, այս տաղավարում եղել է։ Ողջույն Հասմիկ, ես նայել եմ քո հաղորդումը եւ տեսել եմ, որ ասում ես՝ մի գրեք ինձ ոչ մի բան, մի գրեք։ Հասմիկի էներգիան ոչ մեկ չունի։ Արի փաստենք։ Միանշանակ համաձայն եմ։ Եվ Հասմիկի հիշողությունից։ Հասմիկ։ Վայ Վահան ջան, հումորի զգացում, որ ունենայիր, դիպլոմի կատակի վրա չէիր նեղանա։ Ես ոչ Սուրենին եմ ճանաչում, ոչ էլ ձեզ, բայց առաջին իսկ րոպեից հասկացա, որ նեղացկոտ եք։ Իմ կարծիքով նուրբ հումորը հասկանալը նույնպես արվեստ է, որը ցավոք բոլորին տրված չէ։ Սուրենին դա տրված է, մի լրջացրեք ամեն բան եւ թեթև ապրեք։ Դուք դերասան եք եւ կարող եք հոյակապ ձևով խաղարկել ձեր զրույցի այս մասը ու արդեն կխոսվեր, որ Սուրենի հասցեին Վահանը հոյակապ պատասխան տվեց։ Եղեք լայնասիրտ։ Հարգելի օգտատեր։ Արևիկ Մաթևոսյան։ Հարգելի Արևիկ Մաթևոսյան, եթե դուք հետևեք այս հաղորդման ներքևի հատվածում գրված մեկնաբանություններին, դրանք 250-ից ավելին են։ Ճիշտ եմ արդյոք, Սուսաննա։ Շատ ճիշտ։ Ապա կտեսնեք, որ ես բազմիցս փորձել եմ հումորի վերածել այն ամենը, ինչը որ կատարվում էր, բայց կա մի տեղ, որտեղ այլևս չեմ ուզում հումոր անել, չեմ ուզում այլևս շրջանցել, ուզում եմ ուղիղ պատասխանել։ Այո, թող ես լինեմ նեղացկոտ, այո, թող ես լինեմ սեփական շվաքից սարսափող, բայց միևնույնն է։ Ես ներկայացել եմ այդտեղ Վահան Միրաքյան որպես չեմ ներկայացել որևէ կերպարով եւ չէի ցանկանում իմ անձի վերաբերյալ ստանալ այդպիսի մեկնաբանություն, որ ես գնել եմ իմ դիպլոմը։ Եթե հետևեք մնացած ընթացքին հաղորդման, ապա կտեսնեք, որ բազմաթիվ հարցերում մենք հենց այդպես էլ վարվում ենք։ Շնորհակալություն Արևիկ Մաթևոսյանին հրաշալի խորհրդի համար։ Նաև շատ կոմենտների եմ հանդիպում, երբ ասում են Վահանը ավելի լարված է, քան Սուրենը։ Ես չեմ կարծում, որ Սուրենը երբևէ լարված է եղել, հանուն արդարության սա պետք է ասել, ամեն ինչ արել է հրաշալի, իսկ ինչ վերաբերում է ինձ, ներեցեք, թույլ տվեք, իմ անձի մասին է խոսքը, թույլ տվեք ես մեկնաբանեմ, ոչ, ես բացարձակ լարված չեմ։ Եթե խոսում եմ գրական, դա չի նշանակում, որ ես լարված եմ։ Վստահեցնում եմ, կարող եմ խոսել այնպես, ինչպես որ շատ են խոսում, բայց չեմ ուզում այդպես։
Բայց շատ են խոսելա ձևիդ մասին, ինչ որ բաներ ասում։ Հա, մի կոմենտ էլ ես կարող եմ առանձնացնել։ Սուտի գիտունիկ է այստեղ են, հենց այդպես, սուտի գիտունիկ է այստեղ են։ Ես կարդացել էի դա։ Բա ինչու՞ չես առանձնացրել։ Առանձնացրել էի, ուղղակի արդեն պետք է շրջանցեմ, որովհետև բարձրաձայնեցի։ Հասկացա։ Այսքանը կապված գիտունիկի հետ, այո, ճիշտ եք։ Սուտի գիտունիկ եմ ես։ Բայց դուք նաև լավ շարք եք սկսել Ռոզաննայի հետ։ Բարերի։ Այո, համաձայն եմ։ Մենք Մենք բազմաթիվ շարքեր ունենք, իդեպ ես տեղեկանում եմ, որ մենք ունենք շարք Ռոզաննայից։ Այո։ Իդեպ հրապարակումից հետո պարզվում է, որ դա պետք է շարք դառնա։ Ողջույն Ռոզաննա, ինչ է դեռ սպասվում ես, չգիտեմ դեռ։ Ես հույս ունեմ Ռոզաննային շուտով կտեսնենք մեր տաղավարում, բայց նաև ասեմ, որ երկրորդ մաս եմ պահանջում։ Վստահեցնում եմ 10 մասը արդեն պատրաստ է, նկարահանման ընթացքն է պետք մի փոքր արագացնել ուղղակի, բայց կլինի նաև երկրորդ, երրորդ եւ այդպես։ Դե որ կոմենտներ ուսումնասիրել էի, ասեցի միանգամից ասեմ էլի, որ սպասում եմ։ Բայց Ռոզաննայի հետ կապված հարցերը լուծեք Ռոզաննայի պրոդյուսերի հետ։ Ով է պրոդյուսերը։ Չեմ ասի, մտեք Ռոզաննայի edge, տեսեք։ Ուղղակի ասեցի ծանոթի կարգով արագացնեմ ընթացքը եւ Ես կփորձեմ բարեխոսել, թե ինչ կլինի հետո չեմ կարող ասել։ Լավ, շատ լավ։ Անցանք առաջ։ Սա շատ եմ հանդիպել, դրա համար առանձնացրել եմ այս մեկնաբանությունը։ Հայտնի է, որ նույն Վահան Միրաքյան անունով հայ իրականության մեջ մենք ունենք եւ բանաստեղծ եւ երգիչ։ Հետաքրքիր է, թե դերասան Վահան Միրաքյանը որևէ առնչություն ունի արդյոք այդ մեծությունների հետ։ Ցավով պետք է արձանագրեմ, որ ոչ, ես կապ չունեմ օպերային երգիչ Վահան Միրաքյանի հետ, ես կապ չունեմ գրող Վահան Միրաքյանի հետ, հայտնի Լալվարի գործը, ով հեղինակել է։ Ես կապ չունեմ նույնիսկ Միրաքյան փողոցի հետ, որը կա Մալաթիա Սեբաստիա համայնքում, դա իմ ազգականներից, բարեկամներից որևէ մեկի անվամբ անվանակոչված չէ։ Ես գրում եմ ընդհանրապես իմ պապիկի անունը, ում անունը նույնպես եղել է Վահան, նա նույնպես ոչ մի կապ չի ունեցել նրանց հետ ցավոք սրտի։ Շատ լավ։ Վատ բան չեմ կարող ասել ամբողջական կարծիքը, իհարկե դրական է, միայն թե տղայի եսակենտրոնությունը չափազանց էր։ Միանշանակ ասում եմ, իմացող մարդիկ են գրում, հաստատ իմացող մարդիկ են գրում, այո, ես եսակենտրոն, էգոիստ, ոչ ոքի չնկատող անձնավորություն ունի։ Մի կոմենտ եմ կարդացել, երբ ասում էին Ռոզաննան մեղք է, որովհետև արդեն պարզ երևում է ինչ նեղացկոտ է եւ կենցաղում ինչ պրոբլեմատիկ է Վահանը։ Իսկ որտեղ է երևացել, այնքան ուզում եմ այդ հարցի պատասխանը, որտեղ է երևացել իմ կենցաղում որևէ դրսևորում, որտեղ, խնդրում եմ, ասեք, կա մեր տանը արդյոք թաքնված տեսախցիկ, որ մարդիկ մեզ հետևում են եւ գիտեն, թե ես կենցաղում ինչպիսին եմ, իմ կենցաղավարությունը ինչպիսին է առհասարակ։ Ես միգուցե նեղացկոտ եմ, բայց նեղացկոտ չեմ։ Կարող եմ այդպիսին երևալ, բայց նեղացկոտ չեմ։ Դրա մասին կարող է փաստել մի ողջ ընկերական շրջապատ։ Հիանալի։ Հարցնում են. կոշիկները հաղորդման շրջանակներում Կնոջին է թե ոչ։ Կարդում ես։ Այո, իհարկե։ Հիմա դե պատասխանի այդ հարցին։ Ժողովուրդ, մաքսիմալ անկեղծանում եմ։ Մաքսիմալ անկեղծանում եմ։ Այնտեղ նաև գուլպաների հետ կապված մեկնաբանություններ կան։ Այո, ես պետք է, ինչպես արդեն նշեցի, ես աշխատում եմ հայաստանյան թատրոններից մեկում, պետական թատրոն, իսկ պետական թատրոնում աշխատելը դա նշանակում է չքավորի կյանք, Սուսաննա։ Այո, մենք չունենք հնարավորություն գուլպա գնելու եւ քանի որ ես ունեմ ընդամենը մեկ զույգ կոշիկ եւ դա եթերային չէր, հիմա էլ ձեզ դրա համար խնդրել եմ, որ ինձ այսքանից ներքև չնկարեք, որպեսզի կոշիկները չերևան։ Ես ստիպված Ռոզաննային խնդրեցի, որ իր կոշիկները տրամադրի մի փոքր ավելի եթերային տեսք ունենալու համար։ Այո, դրանք Ռոզաննայի կոշիկներն են։ Ես մեր գործընկերներին էլ ասացի այս ամենի մասին, նրանք խոստացան, որ կֆինանսավորեն, որ հագուստ եւ կոշիկ։ Ես երջանիկ եմ ավելի քան երբևէ։ Չի եղել իմ կյանքում այսպիսի հնարավորություն, որ ինչ-որ մեկը նվիրի կոշիկ առանց շահ հետապնդելու։ Երևի դադար վերցնենք։ Չեմ կարող, ստոպ տվեք։ Ժողովուրդ լավ էլի։ Շատ լավ էր։ Չէ։ Համոզիչ էր, չէ։ Հա, ես եմ լիպա հավատացի, հատկապես որ գործընկերները կոշիկ են ուզում տրամադրել, այդ ավելի համոզիչ եւ հաճելի էր։ Ով ռեստորանը, արևային կայան եւ սանտեխնիկա, չէ։
որ հագնեմ, Բացարձակ։ սիրուն կոշիկներս հագնեմ, Այո։ գնամ մի հատ գարդնում հաց ուտելու, հետո գնամ վերանորոգման աշխատանքները կատարեմ ու հետո հասկանամ, որ պետք է նաև զբաղվել արևային էներգիայի թեմայով։ Եվ գնալ էկովիլ։ Այո, եւ գնալ էկովիլ։ Ինչի մասին է։ Գեղեցիկ կոշիկներով։ Դե օրի թեման փոխենք, Փոխեք, հա, էլի փոխեք թեման։ Եվ վերջին կոմենտը։ Ահա։ Վահան ասում են, որ դու բամբասկոտ ես։ Իմացան, հա, էդ էլ իմացան։ Ես խնամքով դա էլ էի փորձում թաքցնել, բայց փաստորեն չստացվեց։ Ասում են թող ասեն, ինչ կարող եմ ասել, եթե տրվում է ինձ որևէ հարց եւ ես դրան պատասխանում եմ այնպես ինչպես եղել է, դա չի նշանակում, որ ես բամբասկոտ եմ, դա նշանակում է, որ ես ընդամենը մեջ եմ բերում այն ամենը, ինչը որ տեղի է ունեցել։ Ես հիշեցնում եմ այդ ամենի մասին եւ այո, խոսում եմ իմ վիրավորված լինելու մասին եւ եթե ես խոսում եմ դրա մասին, դա չի նշանակում, որ ես բամբասկոտ եմ, չխոսեմ, այսինքն ասեմ այդպես էլ պետք է լիներ, ոչ ես չեմ նեղացել, չեմ նեղվել, չեմ վիրավորվել, նեղվել եմ, վիրավորվել եմ եւ բարձրաձայնել եմ այդ ամենի մասին։ Շնորհակալություն քեզ Վահան, ժամանակիցդ տրամադրելու համար։ Հուսամ քեզ չնեղացրեցինք, վատ էներգիա չփոխանցեցինք։ Գերդրական էներգիայով հեռանալու եմ այստեղից, որովհետեւ ամեն դեպքում շատ գեղեցիկ եւ հաճելի զրույց ունեցանք։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, իսկ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գլխավոր գործընկերոջը Grohe մասնագիտացված խանութ-սրահին, որը Հայաստանում ներկայացնում է United Technical Service ընկերությունը։ Շատ ահավոր, շատ շնորհակալություն։ Կոշիկներս կտակ։ Հիմա բերեմ։ Խնդրում եմ, էլի տվեք, ես կոշիկ չունեմ, այսօր էլ մի թեթև այն լրիվ անթև գուլպաներով չեմ, կարճաթև գուլպաներով եմ։ Ահագին բացվել եմ, չէ՞։ Էլ եսա կենտրոն չեմ, չէ։ Չէ, արդեն նեղացկոտել չեմ։ Չէ, արդեն ոնց որ կոմպլեքսները մեջից դուրս է գալիս։ Հա, հաղթահարել եմ, էլի դասերի եմ գնում, տենց։ Ու որտեղ ես գնում։ Դասերի։ Դասերի։ Հա, հենց տենց այդտեղը տենց է կոչվում։ Դասերի Վրաստանում է։ Ջվարինա ու դասերի։ Ահա, հիշում եմ, ես էլ եմ գնացել։ 1 տարի սովորել եմ, հա։ Հենց դասերիում գնում եմ դասերի։ Grohe։ Կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9։ Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։